աշխատել ուղիղ եթերում ավանդույթի համաձայն ամեն երկուշաբթի հանդիպում ենք Տիկին Զորաբյանի հետ։ Բարև ձեզ, Տիկին Բարև ձեզ, Զորաբյան։ բարի կեսօր։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես Եվրոպայի գագաթնաժողովը Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է։ Մի քանի ուշագրավ բաներ, Նիկոլը իբրև բացառիկ բան է ասել, հիմա Թուրքիայի փոխնախագահը այստեղ է եւ մասնակցում է Երևանում գագաթնաժողովից եւ նա Թուրքիայի առաջին փոխնախագահն է, ով երբևէ այցելել է Հայաստան, բայց Հայաստան նախագահ է անգամ Գյուլը հիշում եք։ Այցելել, այս դրա բացառիկությունը ինչումներ, ինչ որ sense շատ անհասկանալի էր, բայց երկու դրվագով լավ է որ նոր է, այս ամեն ինչը հիմա արագ տեղի ունենում։ Տիկին Զորաբյանը արդեն կարծեմ հասցրել եք, չէ՞, հետևելու ինչ է ասել Զելենսկին, մենք մաղթում ենք Հայաստանին եւ Ադրբեջանին բացառապես խաղաղություն, որը իհարկե կայուն կլինի եւ այլն ինչ որ բաներ։ Եթե դուք դուրս եք գրել, ես էլ մեջբերում չանեմ եւ Ալիևն է ուզում եք մեջբերում անեմ, թե Զելենսկին ասեք, Ալիևը Զելենսկին, մենք մաղթում ենք Հայաստանի եւ Ադրբեջանին բացառապես խաղաղություն, որը իհարկե կայուն կլինի, համապարփակ կլինի, տևական կլինի, նախագահ Ալիևը պարոն ինչ որ sense դիֆերամբլեր բան ինչ որ բաներ է ասել, հետո այս ամառ լինելու է այն պահը, երբ Պուտինը պետք է որոշի ինչ անել, ընդլայնել պատերազմը, թե անցում կատարել դիվանագիտության։ Մենք պետք է մղենք նրան դեպի դիվանագիտություն, ասել է Զելենսկին, հետո Մակրոնն է խոսել, ինչ որ բան է, չէ՞, պետք է նաև մենք ցուցադրեինք։ Այո, շատ խնդրում ուրեմն Եվ այսպես այսօր վաղը Երևանում տեղի է ունենալու Եվրոպական միության սամիթը եւ բնականաբար Եվրոպական միության բոլոր գրեթե ղեկավարները Հայաստանում են։ Ես չգիտեմ ԿՊ-ականները խի են զարմացել, խի են ուրախացել, որ Հայաստան ա եկել օրինակ Ուրսուլան, Հայաստան ա եկել բոլոր ղեկավարները, վարչապետերը, Մեծ Բրիտանիայի վարչապետերը, եթե Եվրոպական միության սամիթը տեղի ունենար Սոմալիում, կամ Մադագասկարում, կամ Կոտ դ'Իվուարում, կամ տեղի ունենար, ես չգիտեմ, ցեղասպանված Ռուանդայում, այս բոլոր մարդիկ գնալու էին, սիրով գնալու են այդտեղ, որտեղ դա Եվրոպական միության այն գագաթնաժողովն է, որին բոլորի ներկայությունը պարտադիր է, բայց արդյոք այս գագաթնաժողովը հիմա դա նախընտրական նվեր չի Նիկոլ Փաշինյանին, իհարկե նախընտրական նվեր է, հարց երկրորդ, ինչի է Եվրոպական միությունը այսպիսի նախընտրական նվեր անում Նիկոլին ընտրություններից առաջ, եթե շատերին թվում է, որ անում է, որովհետև իրանց ուշքը գնում է Նիկոլի համար, դա այդպես չէ, որովհետև ինչպես հենց երեկ գրել է ֆրանսիական Le Figaro թերթը, Եվրոպական միությունը Հայաստանի իշխանություններին եւ մասնավորապես, սա գրել է ֆրանսիական Ֆիգարոն, Հայաստանի վարչապետին օգտագործում է Ռուսաստանի դեմ տարածաշրջանում բարիերներ դնելու համար։ Էնպես որ չմտածեք, թե այս ամենը, որ այսօր եւ վաղը կատարվելու է Հայաստանում, մենք ես հիմա կանրադառնամ են բոնուսներին, են շոկոլադներին, են մարմելադներին, որ հիմա հնչելու են այս օրերին եւ հենց հիմա այս ժամերին ԵՄ լիդերներից, շուրթերից, դա արվելու է Հայաստանի, մենք անդրադառնանք նաև դրանց հայելային հետևանքին, ինչա ստանալու Հայաստանը այդ ամենի դիմաց, բայց ես հիմա ուզում եմ անդրադառնալ Ուկրաինայի նախագահ Զելենսկուն, որին լրագրողները տվեցին շատ լեգիտիմ հարց, լրագրողները Ուկրաինայի նախագահ Զելենսկուն հարցրեցին, ինչու եք դուք 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանին վաճառել քիմիական զենք, ֆոսֆորային ռումբ։ Ես եղել եմ Այրվածքաբանության ինստիտուտում, երբ որ տասնյակներով բերում էին մեր զինվորներին եւ քաղաքացիական անձանց, ովքեր վառվել են Ուկրաինայի վաճառած քիմիական զենքից, ֆոսֆորային ռումբից, գիշեր էր, մութ էր եւ ամբողջ սենյակը լույսերի մեջ էր, ֆոսֆորից այրվող մարդկանց դեմքեր եւ ձեռքեր եմ ես տեսել եւ գիտեք ինչ պատասխանեց Զելենսկին, ոչինչ, նա արհամարեց հայ լրագրողի հարցը, այսպիսի մի հատ սենց պրիվետ ժեստ արեց եւ գնաց։ Ես Զելենսկու տեղը լինեի, կասեի լավ եմ արել, որ Ադրբեջանին վաճառել եմ ռազմական
զենք, սպիտակ, ֆոսֆոր։ Եթե ձեր ղեկավարությունը դա ողջունում է, եւ եթե դրանից հետո Ադրբեջանին ռազմական քիմիական զենք վաճառելուց հետո ամբողջ Կիևի փողոցները ողողելով խնդրեմ պաստառները դրեք, պաստառներով շնորհավորելով Ադրբեջանին տարած հաղթանակի կապակցությամբ, այդ ամենից հետո Նիկոլը ինձ հրավիրել է այսօր Երևան, ուրեմն ես շատ լավ եմ արել, որ Ադրբեջանին վաճառել եմ, ցավոք սրտի չկա, բայց բոլորս այդ կադրերը հիշում ենք, ուրեմն ես լավ եմ արել, որ Ադրբեջանին վաճառել եմ քիմիական զենք, սպիտակ ֆոսֆոր, որոնցով Ադրբեջանը սպանել է հայ զինվորներին եւ քաղաքացիական անձանց։ Եվ հիմա քիչ առաջ տեսանք, որ Ադրբեջանի նախագահը, որը ասել էր, որ ինքը ուղղակի չի մասնակցելու այս սամիթին, այլ տեսաուղերձ է հղելու, տեսաուղերձում Ադրբեջանի նախագահը Եվրոպական միության պորտը տեղը դրեց, Ալիևը մեղադրեց Եվրոպական միությանը, ասելով, որ Եվրոպական պարլամենտը եւ Եվրոպայի խորհրդի, ուրեմն խորհրդարանական վեհաժողովը հակաադրբեջանական գործունեություն են ծավալում եւ մեղադրեց Եվրոպական պարլամենտին եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ գործելու եւ ռազմական հանցագործությունները արդարացնելու դեմ։ Գիտեք ինչ ա եղել։ Ապրիլի ուրեմն 30-ին Եվրոպական խորհրդարանը ընդունել է բանաձև, որտեղ ընդամենը կոչ է արել Բաքվին ազատ արձակել հայ ռազմագերիներին եւ Եվրոպարլամենտը կոչ է արել Ադրբեջանին դադարեցնել, ոչնչացնել Արցախի մշակութային ժառանգությունը եւ կոչ է արել Բաքվին ստեղծել լեգիտիմ պայմաններ արցախցիների վերադարձի համար։ Ինչ եղավ դրանից հետո, ուրեմն Բաքուն Ադրբեջանի ԱԳՆ կանչեց, անմիջապես կանչեց ուրեմն Բաքվում Եվրոպական միության դեսպանին, նրան ներկայացրեցին նոտա, ուրեմն եւ Ադրբեջանի ՄԻԴ-ը հայտարարեց այս բանաձևից հետո Ադրբեջանը դադարեցնում է Եվրոպական միություն Ադրբեջան խորհրդարանական համագործակցության կոմիտեի աշխատանքները եւ ուրեմն սկսում է Բաքուն գործընթաց արևելյան գործընկերության Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովից դուրս գալու համար եւ Բաքվի ՄԻԴ-ը հայտարարեց Բաքուն անընդունելի է համարում ռազմագերիներին, մենք ենք ասում ռազմագերիներ, իրանք ասում են ռազմական հանցագործներին ազատ արձակելու Եվրոպական խորհրդարանի կոչերը եւ Բաքուն ընդգծում է, որ դատապարտված անձիկ մեղադրվում են մարդկության դեմ կատարած հանցագործությունների, մեղադրվում են ահաբեկչության եւ ռազմական այլ հանցագործությունների հետ։ Ավելին, այնքան լկտի է Բաքուն եւ այնքան ցինիկ է Ալիևը, որ հայտարարում է պատասխանելով Եվրոպարլամենտի կոչին լեգիտիմ եւ անվտանգ պայմաններ ստեղծել արցախցիների վերադարձի համար, Բաքվի ՄԻԴ-ը ասում է արցախցիները ուշադրություն սիրելի հայրենակիցներ, որ չխելագարվեք զայրույթից, իրենց կամքով են լքել Արցախը եւ Եվրոպական պարլամենտի բանաձևը իրենց վերադարձի համար մասով Բաքվի համար անընդունելի է, այսինքն արդեն ադրբեջանական զինուժը մտել եւ Ստեփանակերտի փողոցներում գնդակահարում էր խաղաղ բնակիչներին, ամիսներ շարունակ, այո, գլխատում էին երեխաներ, ամիսներ շարունակ Արցախը բլոկադայի մեջ էր եւ այս կենթանիները հայտարարում են, որ արցախցիները իրենց կամքով են լքել Արցախը։ Հայաստանում տեղի ունեցող բանի ժամանակ հեռարձակումով Ալիևն էլ մի հատ էլ ինքն է ասում։ Հա, մի հատ էլ, այո, եւ պատկերացնում եք ինչ հայտարարություն է եւ ինչ ստորացում հայ ժողովրդի։ Կատաստրոֆա է, սա իսկապես ստորացում է։ Հիմա անդրադառնանք
ես իհարկե չգիտեմ սցենարը ԵՄ սամիթի, բայց ես կարող եմ կանխատեսել ինչ խոստումներ են հնչելու այսօր եւ վաղը։ Մեզ խոստանալու են եւ դա անելու են։ Ասեմ ձեզ, որ այդ մեկը հաստատ անելու են, որ հայերը սիրում են ասել գնանք bezviz այդ բառը էլի Եվրոպա, հիմա բացատրում եմ հանգիստ, ինչա նշանակում bezviz, նշանակում է առանց վիզայի Տոմսը տառնես, ոնց որ հիմա վրացիներն են գնում Եվրոպական միության երկիր։ Սա մեր բնակչության 90%-ի վարդագույն երազանքն է։ Հիմա սիրելի Բաբկեն Թունյանի հարևան Պողոս ջան, ընդունենք մինչև 28 թվական, իսկ իմ տեղեկությամբ շատ արագ այդ քո երազած bezviz առանց վիզայի, էլ չես գնալու Եվրոպական միության դեսպանատներ, այդ 35 եվրոն չես մուծելու, սենց սիրտդ պահած, վախեցած չես բացելու անձնագիրը, տենաս այնտեղ վիզա կա թե չէ։ Գնացիր իջար Փարիզ, Շարլ դե Գոլ օդանավակայան, քո այնտեղ ապրող բարեկամները Պողոս ջան, եկան քեզ դիմավորեցին, տարան մի քանի օր իրանց տանը պահեցին։ Դու կարող ես այդ ռեժիմով 90 օր մնալ, դրանից հետո դու համարվում ես ուրեմն դեպորտի ենթակա անձնավորություն։ Հետո հիմա ես այսօր առավոտյան տեսա շատ լավ մարզական վիճակում Ֆրանսիայի նախագահը վազում էր սենց Մարիոթի, շների հետ վազում էր Մարիոթի։ Լավ էր, կենթանիները սիրում են, շատ իմիջիայլոց ես շատ լավ եմ, գնահատելի բան է։ Ես շատ դրական եմ վերաբերվում։ Կենթանին մենակ իրան սիրողի մոտ է գրում, շատ մենք կենթանի սիրում։ Չէ, ես իրան իդեպ իր կերպարին ես շատ դրական եմ վերաբերում։ Հիմա ես ուզում եմ, որ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Կանադայի վարչապետը, Մակրոնը այսօր վիզաների ազատականացմանը սպասող մեր հայրենակիցներին ասեն, որ մեր սիրելի Պողոսը, Բաբկեն Թունյանի հարևան, գնաց Ֆրանսիա, կամ Բելգիա, կամ Նիդերլանդներ, կամ ես չգիտեմ, Բուլղարիա անգամ ամենավատ երկիրը, կամ Հունաստան, մեր Պողոսը ունենալու է աշխատանքի իրավունք Էմանուիլ Հարգարժան, Շեղ Էմանուիլ, դուք տալու եք մեր Պողոսին աշխատանքի իրավունք, չեք տալու, իհարկե չեք տալու։ Նա հիմա ասեմ ինչա լինելու։ Հանգիստ բացատրում եմ։ Իջան գնալու է։ Աշխատանքի իրավունք չի ունենալու։ Մի քանի օր բարեկամը անլեգալ պահելու է իր տանը, հետո մտածելու է որտեղ սևով տեղավորվի եւ սվաղ գսի։ Բայց էդ էլ չեք կարողանալու այլևս, որովհետեւ վիզաների ազատականացումից հետո անմիջապես գործելու է ռեադմիսիայի, բացատրեմ դա ինչա, ռեադմիսիայի համաձայնագիրը, որը մենք ունենք բազմաթիվ երկրների հետ, իսկ դա ինչ է նշանակում, որ անգամ ձեր այն բարեկամները, ովքեր անլեգալ Եվրոպական միության երկրներում են, նրանց բոլորին դեպորտ են անելու Հայաստան, այսինքն վիզաների ազատականացում, bezviz ձեր սիրած բառն եմ ասում ռեժիմը ենթադրում է ինչպես Ֆրանսիա, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի դեպքում, որ որևէ անլեգալ քաղաքացի Հայաստանի Հանրապետության այնտեղ չպետք է լինի։ Սա էս մասով չեք կարալու աշխատեք, որտեղ այնտեղ աշխատանքի կրիզիս է, նույնիսկ ուկրաինացիները ես նոր եմ վերադարձել Քյոլնից, Ամստերդամից, կատաստրոֆա է, եւ հենց ուկրաինացիներն են ինձ անձամբ բողոքել, որ այլևս չեն կարողանում աշխատանք գտնել, նրանց հեռացնում են, ասում են վերադարձեք Ուկրաինա, գանք երկրորդ ամենակարևոր հարցին։ Մենք տեղեկացանք, որ այս վերջի օրերին արդեն տեսանք հայկական կոնյակի հետ կապված ինչ խնդիրներ առաջացել ռուսական շուկայում, տեսանք, որ կես միլիոն շիշ, 380 թե 400 հազար ջերմուկ մի խմբականակ հետ է ուղարկվել, ուրեմն ձուկ արտահանողները բողոքում են այլևս, որ Ռուսաստանը չի ընդունում, ծաղիկ արտահանողները բողոքում են, որ Ռուսաստանը էլ ծաղիկները հետ է տալիս, Լարսից չի ընդունում տարբեր հիմար պատճառաբանություններով։ Այդ ծաղիկները նույն որակի են, ինչ որ
եղել եմ մի տարի առաջ, այդ կոնյակը, այդ գինին, նույն խայտարակ որակի կոնյակն է, որը եղել է 10 տարի առաջ, որտեղ Իվան Ալկաշի համար ավելի լավ է հայկական խայտարակ, անվորակ գինին ու կոնյակը խմի քան տրայնոյ ադիկալոն, Ռուսաստանը դրա վրա աչք է փակել, ամեն ինչը եղել է կասկածելի որակի այդ խմիչքների, բայց վիճիծիլի Ռուսաստանը հիմա է որոշել մտածել Իվանի ստամոքսի եւ Իվանի առողջության մասին։ Ծիրան արտադրողները սարսափի մեջ են, 1-1.5 ամսից Ծիրանի բերքը հայտնի չէ, այս Զելենսկու պրիվետ Պուտին այցից հետո ինչա լինելու Ծիրանի հետ։ Հիմա ես անհամբեր սպասել պրիվետ Պուտին։ Հիմա ես անհամբեր սպասելու եմ, որ իմ շատ սիրելի դեպ ես Ֆրանսիան իմ ամենասիրելի երկիրն է, ես շատ սիրում եմ այդ երկիրը, ես 10 ձեռքով, այո, այս որ ասում ենք չմտածեն Ֆրանսիայի ժողովուրդը, Ֆրանսիան միշտ եղել է մեզ բարեկամ, միշտ ամենամեծ երկիր, բայց ես հիմա ուզում եմ, որ իմ շատ սիրելի Ֆրանսիա, իսկապես սիրելի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կամ Տիկին Ուրսուլան այսօր հայտարարեն, որ ոչինչ, եթե ռուսական շուկան մեր գյուղատնտեսական մթերքների, մեր տնտեսության համար կփակվի, իրանք կբացեն Եվրոպական միության շուկան, որ պահին այդ հայտարարությունը այսօր արվեց, վազելով գիշերվա որ ժամը լինի գալու եմ այստեղ նստեմ եւ ասեմ ժողովուրդ ջան քացով տշում ենք Ռուսաստանի չի լինելու ասենք թե ես խոստացա որ այդ ապրանքը պիտի գնա ինքը բայց անվտանգությունը Մակրոնը խոստանում է որ միջուկային դրանել են գալիս հետո դրանել են գալիս չեն խոստանալու ինչի չեն խոստանալու օրինակ բերեմ 2 տարի առաջ քայլում եմ Շանզելիզեով մեկ էլ տեսա խոտեր, նարինջներ, չգիտեմ ինչ բերեցին, թափեցին ֆերմերները, ինչու, որովհետև Եվրոպական միությունը հանդգնություն էր ունեցել մի քիչ ավելի շատ Մարոկկոից գնել նարինջ եւ բանջարեղեն եւ Իսպանիայի, Իտալիայի, Հունաստանի գյուղացիները եւ ֆերմերները այնպիսի ցույց արեցին, որ անմիջապես Եվրոպական միությունը պակասացրեց Մարոկկոից գնվող մրգի եւ բանջարեղենի տոկոսը։ Հիմա ձեզ թվում է, որ մեր անվորակ պամիդոր լոլիկը, որ սենց բացում ես, մեջը սենց սպիտակ սարդոյստաններ է, կամ են վարունգը, որից սատկած ձկան հոտ է գալիս, կամ մեր անվորակ գինին, իրա որակային ուրեմն չափանիշներով կարող է համապատասխանել ԵՄ չափանիշներին եւ գնալ ԵՄ շուկա։ Ուրեմն մի բան ասեմ, քանի որ ես ինքս եմ որպես Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ, այդ խնդրով զբաղվել։ Ուրեմն որպիսի սերտիֆիկացում անցնի քո ապրանքը, հա, ամեն ուրեմն տարի դու 50,000 եվրո պիտի վճարես սերտիֆիկացում անցկացնող ԵՄ կազմակերպությանը, որ գան եւ այդ սերտիֆիկացումը անցկացնեն։ Դրանից բացի 50,000 տվեցիր, եկավ ասեց քո ծիրանը իդեալական է, հարց ծիրան արտադրող Բաբկեն Թունյանի հարևան Պողոսին, Պողոս ջան, ծիրանդ ո՞նց է ստանելու Փարիզ, ինքնաթիռով, չէ՞, որտեվ լարս չկա, Երևան Փարիզ լարս չկա, ինքնաթիռով ինչքան է ստալու, որ Փարիզ հասավ, այդ քո ծիրանի կիլոն դառնալու է 50 եվրո, այսինքն 27,000 դրամ, 50 եվրոյով, որևէ եվրոպացի լող դուք պատկերացնում եք, որ գտնվի, որ ծիրան առնի, չէ, որովհետև Մարոկկոից բերվող ծիրանը 1.5-2 եվրո է, որ լոխը կառնի, այսինքն մենք հասկանում ենք, չէ, որ նույնիսկ ուրեմն լոկացիաների, հա, առումով, հա, ուղղակի հնարավոր չի լինելու ինքնաթիռներով, հա, այդ բորտը, որ վարձակալեք, հա, ամեն վարձակալած բորտը մի քանի տասնյակ հազար եվրո է լինելու, 100-120,000, այդ ոնց եք տանելու։ Այսինքն մենք հասկանում ենք, որ սա մի մեծ թակարդ է, կրկնում եմ, ինձանից ավելի Եվրոպա սիրող որևէ մեկը չլինեք, ինչի արդյունքները մենք արդեն տեսնում ենք, ուրեմն արդեն իսկ Վալբրիսում եւ Օզոնում 2000
500 հայ ձեռնարկատերերի ուրեմն վաճառքները փակել են Հայաստանում ապրող հայ ձեռնարկատերերի եւ դա միայն սկիզբն է հիշենք ինչ հայտարարեց Ռուսաստանի փոխվարչապետը թող Հայաստանը հաշվարկի այն հետևանքները որը իրանք կունենան ԵԱՏՄ շուկան կորցնելուց հետո իհարկե մի հատ Տրուսիկի մասնագետ կա, հա, Տիլի Գագոն, ով ժամանակին զբաղվում էր Վահագ Ալեքսանյանի բանակում չստացած Մայկատ Ռուսիկով, ասում էր ես, այո, հա, այդ Գագիկ Մելիքյանը ասում է թող Ռուսաստանը մեզ չսպառնա, մենք աթար կվարենք, օքեյ Սիրելի հայրենակիցներ, դա էլ է տարբերակ։ Ես առաջարկում եմ Նիկոլ քեզ։ Հիմա անցկացնում ենք, որտեղ ի վերջո աշխարհաքաղաքական կողմնորոշում փոխելը դա պիտի լինի բացառապես հանրաքվեով։ Բայց առաջարկում եմ, երբ որ հանրաքվեի դնեք, հա, եւ Եվրոպական միություն թե անվտանգային այն համակարգը, որը լավից վատից կա, նաեւ այդ տնտեսական այդ բանը անհամաչափությունները կամ համաչափությունները տնտեսապես ինչ են կորցնում ինչ ենք շահում, մեր տնտեսությունը ինչ է կորցնում, ինչ ենք շահում, գյուղատնտեսությունը անպայման հարցերից մեկը գրեք, կողմեք, որ գազի փոխարեն մենք վառենք աթար եւ սիրելի հայրենակիցներ, եթե ձեր երակշիռ մեծամասնությունը կգնա եւ կասի, որ այո, մենք կողմ ենք, որ Ռուսաստանը գազը $175 սարքի $600 եւ մենք մեր տան գազերը անջատենք, որտեղ ուղղակի հնարավոր չի լինելու այդ գնով գազ վառել եւ վառենք աթար, ես մեծ սիրով կընդունեմ հանրաքվեի արդյունքը, բայց դա պիտի ասի ոչ թե Նիկոլը, այլ դա պիտի ասի ժողովուրդը եւ դա պիտի ասի ոչ թե Տիլի Գագոն, որը գազը դառնա 1 միլիոն էլ ինքը ու իր զավակը, իր որդին կարող են վճարել, իսկ շարքային քաղաքացին չի կարող այդ գները ուրեմն վճարել։ Հիմա երկու ուրեմն թվերի էլ անդրադառնամ, որտեղ մենք տեսնում ենք, թե ինչ տերոր է սկսված լրագրողների, լրատվամիջոցների հանդեպ եւ դա անարձագանք չի մնացել։ Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը մամուլի ազատության ինդեքսով 50-ից ուրեմն Հայաստանի տեղը իջեցրել է ավելի վատ, որովհետեւ 34 եւ ինչ է ասում լրագրողներ առանց սահմանի կազմակերպությունը, որ այսպիսի ատելության խոսք այսպիսի գեներացված թշնամանք, այսպիսի բառամթերք քաղաքական լեքսիկոնում ատելության որևէ ժամանակ երբևէ Հայաստանում չի եղել եւ արձանագրում է, որ Հայաստանում ազատ խոսքը եւ լրատվամիջոցները թիրախի տակ են։ Հա, մի բան էլ եմ գրել Տիկին Թովմասյան, ուրեմն այդ որ ինչ որ ձայնագրություններ են տարածում, հա, իբր Սամվել Կարապետյանի թիմակիցները, ասենք, ինչ իդեպ ուզում ես հիմա նստած ես պատվիրեմ բանին արհեստական Տիկին Թովմասյան, դրանից բացի, հա, ասենք կոնտեքստից կտրած, ասենք նույն այդ Արթուր Ավանեսյանը, որ արդեն 7-րդ օրն հացադուլի մեջ է, թիմակիցը, հա, եւ դրա մասին ես կարծում եմ մեր արցախցի հայրենակիցները, որ հենց այս պահին, երբ որ մեր եթերը գնում է մարզահամերգայինի դիմաց, իրենք ցույց են անում, կտեղեկացնեն, որ մարդը ընդամենը նրա համար, որ ասել է, իհարկե, եթե մենք եկանք իշխանության, սպայի է խոստացել, բանակում ծառայածին ասել է դու որպես պրոֆեսիոնալ քո գործը կունենաս, դա համարել են ընտրական կաշառք եւ տարել կալանավորել են։ Բայց որ հեծում հիմա իրանք խլեցին Սամվել Կարապետյանին բոլորին 30,000 դրամ տալիս են, դա ի՞նչ է կոչվում։ Իհարկե, չէ, իրանցը պարգևավճարա։ Իմիջիայլոց գիտեք, չէ, ասենք հեծը ոնց է ինքը ունի որոշակի գումար, որ պիտի նախատեսվում է այդ կարիքների սոցիալական բնական է, դա նորմալ է։ Հիմա Նիկոլ, այն օրը սենց բան ասեցիր, նենց ուրախացա, ասեցիր, եթե իմ թիմակ էս անդրադառնալով էս զապիսներին, որ էս ինչ ընտրակաշառքա, որ սենց ֆռում է, հա, ասեցիր, որ եթե իմ թիմակիցներից որևէ մեկը, որևէ կերպ որևէ ներազդեցություն ունենա, հա, յանի ընտրական process-ի վրա, չգիտեմ ինչ, ես տեղում կպատժեմ։ Հիմա օրինակ եմ բերում։ Թար այն որ վեդիում քո մեծն կոկորդիլոսագետը Մարթուն ինքը խոստովանեց այդ բաները վիրահատությունից հանել էին, վիրահատական սեղանից վերցրել բերել էին վեդի,
քո հետ հանդիպման եւ այդ մարդը տեսախցիկի առջև ասաց այո որ ջրմուղում եմ աշխատում նոր եմ վիրահատվել հիվանդանոցից է փորը սաղ կապած եկել եմ ասել եմ պիտի կաց բա մեծն կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանը Ինչի չպատժվեց, բա քո թիմակիցն է, բա դու ասեցիր, որ տեսնեմ մեկը ինչ որ ձևով ներազդում է, բերում է հանդիպման կամ ես չգիտեմ ինչ անում, կպատժեմ։ Ուսումներից առաջ սեղաններ գցեցին, անպատիժ մնաց, 50-30,000 դրամ բաժանում է, անպատիժ մնում է, սոցիալական այս կամ այն ծրագրերը, որ պիտի բանը, այդ ընտրակաշարքի սոցիալականի տակ այդ ընտրակաշարքա դիտարկում գնում են, այս ամեն ինչը անում են, այս ասֆալտը, որ 40 անգամ կերում ես միլիարդներ ես աշխատում, մարդկանց աչքը փակում ես, ասում ես, բան, բասրանք ընտրակաշարք չեն, քո պարգևավճարները բասրանք ընտրակաշարք չեն։ Իհարկե, այդ ամենը ընտրակաշարք է։ Թիվը գիտեք, չէ՞, նայ라, որ գերմանական այդ բանկից վերցրել են 1 միլիարդ 550,000 ոչինչ չի արվել եւ մենք փակում ենք այդ թիվը փակում ենք տոկոսները խայտարակ տոկոսներ այս պահին ոչ մեկ ով այդ թալանի համար 8 միլիարդ բերել ես պարտքը դրել ես երկու հատ ասֆալտ ես քերել ներկել այսօր տեսակ որ գորգ չեն փռել ներկել են գորգի նման այո հա գորգի նման ինչ որ ինչևէ հիմա սիրելի հայրենակիցներ ես չեմ ուզում որ այս հարթակից մենք անընդհատ ի վերջո մենք էլ ենք մարդ մենք էլ ենք հոգնում ես իմ գործընկերներից ես շատ հավանում եմ այն ինչ որ արվում է արդեն 4-րդ օրն է Սամվել Կարապետյանի PR-ի բանի ուղղությամբ ես կուզենայի ձեր դիտարկումները ներկայացնեք որ բավականին ժողովրդական բանով մարդը շատ ռեալ հստակ ասում է մարդը ասում է ինչա արվելու ինչա անելու Եվ կապիկություն ես անում 10,000 դրամ 2 ամսով թոշակ բարձրացրեցիր, ասում է պարզ մարդը խոստանում է աղքատ չի լինելու, աղքատ այդ բոլոր ընտանիքներին 130 թե 150,000 դրամ ֆոնդ է ստեղծելու, ասենք այդ դրանից են կողմ ինչ եք ուզում։ Հիմա սիրելի հայրենակիցներ, մենք էլ ենք ի վերջո, ես էլ Տիկին Թովմասյանն էլ ես հարթակում ելույթ ունեցողներից մի 8-10 հոգի ենք մնացել, անկեղծ եմ ասում, մենք էլ ենք մեղք, մենք էլ ենք մարդ, ես չեմ պատրաստվում ինքնասպան լինել ձեր պատճառով, կներեք, որ անկեղծ ասում եմ, եւ չեմ պատրաստվում կանգնել մի ղեկավարներից մեկը մի անգամ շատ մի ճիշտ բան էր ասել, եթե մի ժողովուրդ ուզում է ինքնասպան լինել, ընդհանրապես ինքնասպան լինողին լինի դա ժողովուրդ թե մարդ, դու մի անգամ կարող ես ձեռքը բռնել, երկու անգամ կարող ես բռնել, բայց եթե այդ մարդը կամ այդ ժողովուրդը հետևողականորեն ունի իր մեջ, իր գենոմի մեջ արդեն այս 18-ից այս կողմ մտել է ինքնասպան լինելու, այո, ինքնասպան լինելու ուրեմն այս գենոմը ձեր ընտրությունն է, հիմա ձեր ընտրությունն է, ես սարսափով եմ սպասում, իսկապես եմ ասում, ես ոչ ֆերմեր եմ, ոչ ծիրան ունեմ, ես որ ուզում եք իմանաք, եթե շատ անկեղծ ասեմ, ես շատ կուզենամ, որ մեր ծիրանը մնա Հայաստանում, որպեսզի ես կարողանամ, իմ ընտանիքը կարողանա, ոչ թե կիլոն 6,000-ով, որ առաջի օրերին դնում եք մի գրամ, 1.5 գրամ ոսկու գին եք ծախում, այլ ասենք, եթե չկարողանաք անել Ռուսաստան, ստիպված պիտի 300 դրամով ծախեք, բայց ես հասկանում եմ, որ իմ ցանկությունը դա ազնիվ չի, որովհետև ես գիտեմ, թե դուք ինչքան վարկեր եք վերցրել, ինչքան ներդրում եք արել այդ ծիրանը աճեցնելու համար, որ տանեք, բերեք ձեր վարկերը փակեք, բայց ելի եմ ասում, ընտրությունը ձերն է։ Ես սարսափով եմ սպասում, թե առաջիկա օրերին այս եվրոպական պարադի պատասխանը ինչա լինելու, մոլորեցնելու հայ ժողովուրդը։ Եվ ինչա լինելու Ռուսաստանից սրա պատասխանը։ Հա, դա եք ասում։ Բա ոնց դա վախենալու է։ Եվ իդեպ էլ Տիկին Զորաբան շատ կոնկրետ էլի, ասենք քանի անգամ կարելի է իսկապես խախտել։ Չգիտեմ։ Պատերազմը տեսակ, ես աղետը տեսակ, օկուպացված Հայաստանը տեսնում եք, գերիները տեսնում եք։ Էլ ինչ պիտի անել էլի այս ամեն ինչից հետո հիմա էլ ես մի անգամ ասել եմ, չգիտեմ կհամաձայնեք թե չէ, ասում եմ, այս համով հանդերձ Աստված ուզում է մեզ պաշտպանի, տեսեք, ասենք ինչ տղերքի է բերել առաջ։ Այն մարդը իր միլիարդ գործ ամեն ինչ թողած Սամվել Կարապետյանը եկել է մտել է պայքարի մեջ։ Եթե ուզում եք իմանալ Ռոբերտ Քոչարյանը ինչ հնարավոր արդեն այս երկրի համար արել է, բայց մեկ է էլի եկել է մտել է պայքարի մեջ, ասենք, էլ ինչ եք ուզում։ Ի վերջո ընտրությունը ձերն է, սիրելի հայրենա։ Ես գիտեմ այսօր վաղը ինչեր են խոստանալու, ես գիտեմ որ մայիսի 28-ին այդ ինչ պարադ են անելու, ինչ տեխնիկա, բայց որ տեխնիկան կար, զին տեխնիկան Նիկոլ, բայց ինչի չէր կրակում եւ Արցախը, հա։ Այդ ֆուտլարը են իր այդ սուն էլ տեսանք որ կար, հիշում եք։ Առանց
ռազմագլխիկի։ Չուկչայորն Բայց էլի Տիկին տենց Թոմասյան, եկեք նաև որոշենք, որ ի վերջո Դե ժողովուրդը եթե ուզում է, եթե սա ոչ մեկ չի կարող ոչ մեկ ընտրությունը ձերն է, եթե ուզում եք առանց վիզայի գնալ։ Գնացեք ձեր ձայները տվեք այն նիկոլական դեմեմի, այն մյուսների, որ բոլորը դրանք նիկոլականներ են, որ 10 ձայն ունեն, բայց անպայման մտել են, որ ձայներ խլեն տանեն, իսկ դեմեմը դա այդ հատուկ է դրված, իմացեք։ Այո, միանում եմ Տիկին Թոմասյանին եւ կոչս սիրելի նրանք ովքեր բժիշկ կա, որ առավոտը նիկոլականացել է կդեմեր։ Հիմա ինչ ասես ասում, այլ մի հատ մենք փորձենք այդպիսի բաներ ասել։ Եսի ինչ կանեն։ Այն շան տեղն է բռնել, այն մի հատ շուն կա, չէ՞ որ հաչում էր հիմա լեսի որտեղից է։ Ձենը կտրել է։ Հիմա այդ, բայց չէ, իրան բան չեն ասում, այդ դեմեմը պետք է, որտեվ այդ դեմեմը պետք է խլեն։ Որտեվ հասարակության մի հատված կա, որ մտածում է քվեաթ հերթիկում, որ գնաց է բոլորին դեմ եմ, դա նշանակում է, որ ինքը դեմ է բոլորին, բայց ինքը չի սիրելի հայրենակ այդ բոլորին դեմը նշանակում է, որ դա կուսակցություն է, քվեարկելով այդ բոլորին դեմին, դուք քվեարկում եք Նիկոլին։ Այդ կոնկրետ այդ մարդկանց, որոնց դեմքերը տեսնում եք եւ որոնք մի օր այո Նիկոլեն պաշտպանում, մի օր էսեն անում, ինչևէ, բայց այդ դեպքում էլի ընտրությունը ձերն է։ Ես գիտեմ թե այսօր եւ վաղը ինչ խոստումներ են լինելու, ես սարսափով եմ սպասում, թե ինչ է հակադարձելու այս ամենին Ռուսաստանը, եկեք չմոռանանք, որ մոտ 2 միլիոն մեր հայրենակիցներ ապրում են Ռուսաստանում, մեր տրանսֆերների գերակշիռ մեծամասնությունը գալիս է Ռուսաստանից եւ ամենակարևորը անվտանգությունը մենակ Հայաստանը մնա, միայն թե մնա Հայաստանը։ Եվ անվտանգությունը։ Հիմա ես ուզում եմ, որ իմ շատ սիրելի Մակրոնը ասի, եթե մենք քացով տշում ենք ռուսական ռազմաբազան, ֆրանսիական բազան գալիս է, այստեղ կանգնում է թե ոչ։ Եթե գալիս է եւ կանգնում է, ես հենց հիմա վազում եմ Եվրոպական միություն։ Սենց կպած վազում եմ։ Նայրա իջի, հասար, շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Իմաստ չունի։ Հա, լավ դա։